գիտեմ, որ բավականին ծանր եք տարել։ Հա, շատ։ Շատ։ Վախեր ունեիք։ Ամբողջ աշխարհը սարսափած էր։ Դե իհարկե, ես չեմ պատկերացնում որևէ մեկին, որ հիվանդացավ ու վախ չունեցավ։ Տեսել եմ մարդկանց, որ ասել են, ես չեմ վախենում, ու իրենք չեն էլ հիվանդացել։ Ասում կոշկակարի կոշիկը ծակա։ Հա, ես հիվանդացա եւ որոշեցի, որ չեմ գնալու հիվանդանոց եւ մեր կենտրոնում ստանում էի իմ կաթիլայինները, մտածելով, որ դե լավ, ոչինչ, լավ կլինեմ, բայց ինձ պետք էր մասնագիտացված ավելի խնամք ու չէի պատկերացնում, որ այդքան պետքա ծանր տանեմ, իսկ ես 85% ախտահարված թոքեր ունեի արդեն, երբ գնացի Նայիրի հիվանդանոց եւ շատ շնորհակալ եմ այդ հիվանդանոցին, աշխատակազմին, բոլորին, քանի որ երբ մարդը հիվանդանում է COVID-ով եւ ունի այդքան մեծ ծավալի ախտահարվածություն, ինքը թթվածնային քաղցով է տառապում եւ հավատացեք ինձ, ես չեմ հիշում այդ մի շաբաթը ոնց եմ ապրել։ Մենակ գիտեք ինչ էի ես մտածում, չեմ հիշում ոչինչ։ Ես մենակ մտածում էի, որ երեխաներս ինչ մեղք են։ Մի տարի առաջ իրանց հայրն է մահացել, հիմա ես պետք է մահանամ ու իրանք որբ մնան։ Գոնե Աստծուն խնդրում եմ, ասում եմ Աստված ջան, ինձ մի թող մահանամ, որ երեխաներս որբ չմնան մեղք են։ Մի տարվա մեջ համ պապա, համ մամա կորցնեն։ Ու Աստված երևի լսեց իմ աղոթքները, բայց շատ դժվար հիվանդություն էր։ Ճիշտ ասած, վախը չես կարող չունենալ։ Երբ որ դու խեղդվում ես, չես կարողանում շնչել, չես կարող չվախենալ։ Դու պանիկայի մեջ ես ընկնում։ Քեզ թվում է վերջին շունչդ ես արդեն քաշում եւ ելք չունես էլ արդեն, բայց ի հայտ է գալիս տունելի վերջի լույսը։ Վերջո ես էլ հաղթահարեցի այդ հիվանդությունը, բայց ես ունեի ընկերուհի, ով ինձ օգնում էր տանը տնտեսության մեջ, ինչ հետաքրքիր էր։ Ես մի անգամ տուն եկա աշխատանքից, ինքը ինձ ասաց. «Խաչ, դու լսել ես, որ Չինաստանում ինչ որ վիրուս է սկսվել»։ Ես էլ ասացի, իբր ինչի մասին ես խոսում, Չինաստանն ու մենք ուր, այ աղջի։ Ինքը ինձ գիտեք ինչ ասեց, այ կտեսնես, ես դրանից կմահանամ։ Ու տենց էլ եղավ։ Ինքը երիտասարդ, առողջ, ինձանից մի քանի անգամ առողջ էր, բայց հիվանդացավ ու ես չեմ լսել որևէ ընտանիք, որ կորուստ չունեցավ։ Ամբողջ աշխարհով 1-2 միլիոն մարդ մահացավ։